ցանկացած մեծ իդեա կարելի է փոքրացնել, փոքր տեստի չափով ու փորձարկել։ Շատ մարդիկ պատրաստ են փող տալ հայտնվելու ճիշտ լավ միջավայրի մեջ։ Կլուբ կապիտալում հայտնվելու համար կան չափանիշներ։ Ներդրեք լավ կոշիկի մեջ։ Ամեն հաջորդ բարձրանալուց այդ կորը ավելի վերև բարձրանա։ Այս 3 գործողությունը միավորել մեկ պատուհանի մեջ Ստեղծել ենք ակումբների ակումբ, որը կոչվում է Ալյանս։ Այս որ անում եք էֆեկտիվ չի։ Սոցիալական ցանցերը բիզնես սկսելու այդ բարիերի մի 80%-ը վերացրել են։ Բարև ձեզ, եթերում լուրջ քաստն է, շնորհակալություն որ մեզ դիտում եք, շնորհակալություն որ բաժանորդագրված եք եւ սենց ապառիկով շնորհակալություն որ կբաժանորդագրվեք մեր ալիքին։ Այսօր մենք խոսելու ենք բիզնեսի մասին, մեր հյուրն է Կլուբ Կապիտալ ակումբի նախագահ Գրիգոր Առաքելյանը։ Գրիգոր ջան, ողջույն։ Ողջույն։ Ահագին վաղուց չենք հանդիպել։ Այո։ Լսում եմ որ ակումբը մեծացել է, զարգանում է, կպատմես առհասարակ ինչի է պետք որ բիզնեսները ինչ որ ակումբներում միավորվեն։ Հա, ինչ օգուտ արժեք հետաքրքրություն են ստեղծում ակումբները, մասնավորապես բիզնես ակումբները։ Բիզնես ակումբները բազմաթիվ էֆեկտներ ունեն, բայց երևի ամենաառաջինը, որը մտքից գալիս է, դա միջավայրի ֆենոմենն է։ Ինչ ասել է միջավայրի ֆենոմեն, դա նայեք, ցանկացած աճի զարգացման համար ցանկացած ուղղությամբ, օրինակ ուզում ես լեզու սովորես, հա, քեզ ճիքա պետք գործադրես, գնաս, նստես, տրամադրվես, ինչ որ ժամանակ հատկացնես ու աշխատես այդ ուղղությամբ, հա, ու դա վերաբերվում է բոլոր զարգացման կետերին մարդու, միշտ պետք է ինչ որ հավելյալ ջանք, որ դու գնաս օրինակ մարզասրահ, մարզվես ու աճ ունենաս։ Իսկ ակումբները կամ այն աճի զարգացման, այսպես ասած, հարթակները, որը միջավայրին է վերաբերվում, աճը լինում է ինքնըստինքյան, այսինքն դու այդ միջավայրի մեջ ես ու դու ավտոմատ աճում ես, դու ավտոմատ զարգանում ես ու վերցնում ես այդ միջավայրի զարգացման ուղղությունը ու տեմպը։ Այս իմաստով միջավայրը ֆենոմեն ունի, եթե դու իր մեջ ես, դու կարաս ուղղակի ռելաքս լինես, հանդիպումներին գաս, շփվես, ակտիվ նյութափոխանակության մեջ եւ էներգափոխանակության մեջ լինես այդ միջավայրի մյուս մասնիկների հետ, ու դու սկսում ես փոխվել։ Դու սկսում ես եւ ինքդ որակ ավելացնել այդ միջավայրին եւ այդ միջավայրից որակ վերցնել։ Դա ավելի շատ փորձն է, որ ուրիշներից լսում ես, թե ավելի շատ որ ենթադրենք դու ռեստորան ունես, ես էլ անձեռոցիկների արտադրություն, արի ես իմ անձեռոցիկները մատակարարեմ քո ռեստորանին։ Գիտեք, եկեք ավելի շատ ասեմ ոչ թե փորձը, այլ կոլեկտիվ անգիտակցականը, որը ժամանակին շատ ակտիվ բացահայտել եւ ուսումնասիրել Յունգը, այո, եւ կոլեկտիվ անգիտակցականի ֆենոմենը կանում է նրա մեջ, երբ դու այդ միջավայրի մեջ ես, ավտոմատ անգիտակցականից անգիտակցական էներգափոխանակություն է տեղի ունենում ու դու այսպիսի խոսք նույնիսկ կա, որ մարդը իր շրջապատի միջինն է, 5-6 հոգու հետ ու հետ ինքը շփվում է, պարբերաբար, ինքը պլյուս մինուս միջինն է, իր եկամտի չափով է միջինը, իր աճի տեմպերով է միջինը, օրինակ դուք լեզվի տեսանկյունից էլ եթե նայենք, մի բանա լեզու սովորես այն երկրում, որտեղ այդ լեզվով են խոսում, մի բանա լեզու սովորես այն երկրում, որտեղ այլ լեզու է մարենի լեզուն։ Եվ այս իմաստով իհարկե էֆեկտիվությունը շատ տարբեր է։ Եվ ակումբը, բիզնես ակումբը ինքը նման է նրան, որ ինչ որ մեկ ուզում է օրինակ անգլերեն սովորի, Անգլիա է։ հա, ու գնում է Անգլիա։ Պատկերացրեք, այսինքն լինելով միջավայրի մեջ, դու շատ հեշտ, շատ օրգանիկ ձևով վերցնում ես այդ միջավայրի հատկությունները։ Իսկ այդ ֆենոմենը իհարկե, եթե ասենց մի շերտ ներքև իջնենք, դա կոլեկտիվ անգիտակցականի ֆենոմեն է, որ դու այդ դաշտի մեջ ես, այդ ինֆորմատիվ եւ էներգետիկ հարթության մեջ ես ու բոլորը բիզնեսի մասին են մտածում, բոլորը զարգացման մասին են մտածում, բոլորը շատ փող աշխատելու մասին են մտածում ու դա ավտոմատ փոխանցվում է նաեւ քեզ։ Եթե ես աճ կուլունք արտադրող եմ ու ուզում եմ էլի բիզնես ակումբի անդամ դառնամ, ուտեմ եմ ուրիշ աճ կուլունք արտադրողներ այնտեղ, հիմա տենց ինչ որ խանդի, նախանձի, տարբեր զգացումներ կարող առաջանան, այսինքն այդ մրցակցությունը, որ նույն ոլորտի, նույն բիզնեսները իրանք ոնց են իրանք քիմիան, հա, իրար փոխլարացնում են, թե ինչ որ բան սովորում են իրարից, ինչ որ տեխնիկաներ, տրյուկներ են իրարից սովորում, թե ինչ որ տենց բան կարող լինի, որ խանգարի։ Ուրեմն ցանկացած մարդկանց խումբ կառավարվում է ինչպես օրենքներով, խաղի կանոններով, այնպես էլ արժեքներով եւ արժեհամակարգով։ Այդ կլինի, չգիտեմ, հասարակություն, ազգ, պետություն, կան կանոններ եւ կան արժեքային կառավարման, այսպես ասած, խաղի կանոններ, հա, արժեքները։ Հիմա ակումբում ցանկացած բիզնես ակումբ ունի իր գաղափարախոսությունը, իր արժեքները, իր կանոնները խաղի, որի մեջ է ձեր ասած հարցը կառավարվում է, կարգավորվում է։
Մասնավորապես, երբ որ մարդը գալիս է ակումբ իր մրցակցի հետ, ավելի շատ դառնում է գործընկեր, քան հակամարտող կողմ։ Եվ դա հնարավոր է ստանալ մենակ այն դեպքում, եթե ակումբում օրինակ քարոզվում է համագործակցությունը, այլ ոչ թե մրցակցությունը։ Կամ օրինակ մեր ակումբում կա ֆորմատ, որտեղ մենք մրցակցելու համար հատուկ ֆորմատ ենք տալի, որ այդ էներգիան այդ ֆորմատի մեջ իրացվի, դա ինտելեկտուալ մրցակցության ֆորմատն է, մենք խաղում ենք ինչ որտեղ երբ խաղը, եւ մեր գործարանները իրաց մրցակցելու այդ ազարտը այդ խաղի մեջ իրացնում են, այսինքն մրցակցել, օքեյ, եկեք ինտելեկտով մրցակցենք։ Իսկ եթե բիզնեսով եկեք համագործակցենք, որտեղ համագործակցելու դեպքում մրցակցությունը ինքը դառնում է ավելի պակաս կարևոր, բայց ամեն դեպքում հա, իհարկե մենք չենք շղթում, կարան մրցակից ընկերություններ լինեն մեր ակումբում եւ ինչ որ տեղել մրցակցեն։ Այդ օքեյ է, բայց եթե դա առողջ է, ապա որևէ խնդիր չկա։ Լսի, նոր մտքով ես անցա, որ տես տարբեր ոլորտներից գործարաններ, եթե միտեղ հավաքվում են, կարող են նոր մտքեր ծնեն, չէ՞, այսինքն նոր բիզնեսների, նոր նախաձեռնությունների, տենց երևի շատ միամիտ կանչի, բայց տենց էլ նոմա, որ բարբերաբար մեկը մի բանով ասում, մեկը մի բանով, մեկը հոп միասին ինչ որ մի հատ Այո, ես ավելին ասեմ, մենք ունենք ընկերներ, ովքեր ակումբ են գալիս, որ լիցքավորվեն նոր էներգիայով եւ նոր գաղափարներով, որովհետեւ եթե նայենք գործարարը շատ մեծ էներգիայի ծախս ունի իր բիզնեսում, եթե դու օրինակ գործարանի սեփականատեր ես, դու առավոտյան գնացիր քո գործարան եւ ամեն մի, այսպես ասած, ժամանակի միավորի մեջ դու էներգիա ես ծախսում, իսկ եթե բիզնեսում կան խնդիրներ, այդ էներգիայի ծախսը կարա բարձրանա նորմայից, չգիտեմ, բարձր, ասենք, միջինում մի քանի անգամ ավելի բարձր լինի։ Հետեւաբար գործարարի ծախսած էներգիան առօրյա բիզնեսի մեջ շատ մեծ է։ Ինչ որ միտեղ պետք է այդ գործարարը այդ էներգիան վերցնի։ Դա կամ ընտանիքն է, կամ եւ ընտանիքը եւ ակումբ է այս դեպքում, օրինակ ունենք բիզնեսմեններ, ովքեր ակտիվ սպորտով են զբաղվում, նույն Ironman-ի, հա, այդ ֆենոմենը վերջին տարիներին ինչի ցած ակտիվացավ, որտեղ բիզնեսմենները կարիք ունեն ինչ որտեղ լիցքավորվելու։ Իրենց այդ ակումուլյատորը, այսպես ասած, գնում են տրիաթլոնի են մասնակցում, ով չգիտի, հա։ Այո, նաև դա, հետեւաբար Սերգեյ ջան, քո ասացի նման, եթե մարդը գալիս է ակումբ, այդ իդեալների գեներացում ինքը հետևանքներից մեկն է, դրական հետևանքներից մեկն է, բայց դրա տակ, այսպես ասած, բազային շերտով գնում է էներգիայով լիցքավորվելը, էներգիա փոխանակությունը մարդկանց մեջ եւ օֆլայն, այսինքն մենք հիմա օնլայնի աշխարհում ենք ապրում, որտեղ իմիտացիա արում շատ ժամանակ իրական շփման, հա, ինչ որ մեկին Facebook-ում ծնունդ է շնորհավորում եւ թվում է թե դու իրոք մտերմություն կա, բայց այդ ամեն ինչը մեծացնում է օֆլայն շփման կարիքը, գալ, նստել, այսինքն ձեր նման բարևելուց իրար գրկել, հարցնել ոնց է, այդ բոլոր այդ միկրո պահերին շփման էներգիա փոխանակությունը տեղի ունենում եւ մարդը երբ որ գնում է արդեն իր բիզնես կամ իր կյանք ինքը գնում է լիցքավորված օրինակ մենք շատ ակումբի անդամներ ունենք ովքեր ակումբի միջոցառումից հետո տուն են գնում երանդով այսինքն ժամը 10-ին 11-ին ավարտել ենք միջոցառումը օրինակ չգիտեմ ինչ որ մի ֆորմատի շրջանակում հավաքվել ենք իրանք լիցքավորված են գնում չնայած օրվա այդ ժամին եւ արդեն հաջորդ օր առավոտյան իհարկե բիզնեսում դա այդ էներգիան նույնպես իրացվում է։ Այ էներգիա ասեցիր, դու իմ ճանաչած ամենապոզիտիվ էներգիայով մարդկանցից ես, ու տենց ամենաբազմազան հետաքրքրություններով սպորտից, մարտարվեստ, պոեզիայի մեջերի մի պահ մտել, նույնիսկ քիչ հայտնի փաստ ինձ նստացրել ժանգլորության վրա, ասես որ շատ զարգացնում է ինչ-որ ուղեղի ինչ-որ հատված, թե ինչ, ու տենց մի 15 վայրկյան հիմա կարող եմ դրվագը սերիալի մեջ է մեր նոր մցրել, որ շուտով դուրս կգա։ Այո, նշել քո ներդրումը կա նաև մեր սերիալի մեջ։ Ոնց է դա ստացվում, հա, որտեղից ես դու քաղում այդ էներգիան, որտեվ իրոք շատ կարևոր է համ բիզնեսի համար, համ ուղղակի կրեատիվի համար, համ գիտական աշխատանքի ցանկացած պետք է այդ drive-ը, էներգիան անգլերեն zest-ը կոչվում, որը քեզ մղում է առաջ, որտեղից ես դու դա քերում։ Իմ էներգիայի աղբյուրները մի քանիսն են։ Առաջինը այդ այն գործն է, որը ես անում եմ սիրելով։ Ես սկսել եմ հաշվապահությունից իմ կարիերան, ես եղել եմ հաշվապահ, հետո հաշվապահական ընկերություն եմ հիմնադրել, որը միջև օրս կա, եւ այդ մասնագիտության մեջ ես էներգիա չունեի, ես չէի կարող որևէ մեկին էներգիա տալ։ Դե շատ սյուր կլինի, բան գրաֆիկներ, բան հաշվապահություն։ Ասեք ձեր հարկերը։ Շատ սյուր կլինի։ Մախբերդ նայում։ Այո, հիմա եղբայրս այդ ընկերությունը կառավարում, մենք միասին ենք հիմնադրել ընկերությունը եւ
Ես դուրս եկա այդ մասնագիտությունից, որովհետև դա իմ սիրելի մասնագիտությունը չէր, չնայած այն ժամանակ ինձ ասում էին, քեզ մեծ հաջողություններ ա սպասվում, բավական լավ խորացել էի եւ հարկային օրենսդրության մեջ եւ հենց հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների մեջ, այսպես ասած կարծում էին իմ շրջապատի իմ գոլեգաները, որ ես լավ մասնագետ եմ եւ ինձ մեծ ապագա է սպասվում, բայց ես մի օրում թողեցի այդ ամեն ինչը եւ գնացի այն մասնագիտության հետևից, որի մեջ ես այդ էներգիան ներսից գալիս էր։ Դա անձնային զարգացումներ եւ տրեյնինգներն էին եւ այդ ժամանակ ես հիմնադրեցի զարթուցիչը։ Այդ պրոյեկտի ժամանակ էներգիան այնքան շատ էր եւ իմ ներսից դա զգացվում էր ու տենց ոնց որ ճիշտ տեղն էր, ասենց ճիշտ ուղղությամբ։ Okay, ոնց կարելի է դառնալ Club Capital-ի, ընդհանրապես բիզնես ակումբի անդամ, արդյոք անդամավճար շրջանառ դե հիմա մենք գործարար ենք։ Հա, որովհետև այդ միջավայրը իսկական ինքը շատ պարարտ միջավայր է, այնտեղ անդադ ծնվում են համ մտքեր, համ ընկերություն, տենց լավ ընդհանրապես ես sense փոքրիկ տեսություն եմ, որ շատ մեծ արժեք ունեն, իսկ շատ մարդիկ պատրաստ են փող տալ հայտնվելու ճիշտ լավ միջավայրի մեջ, որովհետև մենք հաճախ ինչ որ մեզանից անկախ հայտնվում ենք ոչ նպաստավոր շրջապատներում, բայց կուզենայինք լինել շրջապատված կրեատիվ, հաջողակ, հետաքրքիր մարդկանց, հա, ոնց կարելի է հայտնվել այդ միջավայրում։ Նայեք, Club Capital-ում հայտնվելու համար կան չափանիշներ։ Մենք ունենք այս բան երկու ակումբ, Club Capital Premium-ը, որը խոշոր բիզնեսի սեփական տերերի համար է։ Արդեն գրադացիա է։ Այնտեղ կա անցողիկ շեմ բիզնեսի։ Մենք ճանում ենք, որ մենք չմտնենք։ Չէ, մենք ունենք նաև էքսպերտների անդամություն, այդպիսի կարգավիճակ էլ ունենք, ինչ որ մի ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետը, ճանապարհ անցած մարդը նույնպես կարա ակումբի անդամ դառնա, որովհետև ինքը նույնպես ակումբին տարու բան ունի։ Մենք ունենք ֆինանսների գծով էքսպերտ, բիզնես խորհրդատվության գծով էքսպերտ, այսինքն միայն բիզնեսմեն հայտնի եւ ճանաչված բժիշկներ ունենք, այսինքն այստեղ հասարակության մեջ են մարդիկ, ովքեր թեկուզ որպես մասնագետ հավելյալ արժեք են ստեղծում եւ կարող են ակումբին օգտակար լինել եւ օգտակարություն վերցնել, նույնպես կարող են լինել ակումբի անդամ։ Իսկ եթե գործարար ապագա անդամը, այո, ինքը մի դեպքում կամ պրեմիում ակումբի չափանիշներին է բավարարում կամ բիզնես ակումբի, ունենք Club Capital Business եւ Club Capital Premium։ Իսկ Club Capital Business-ում մենք կարելի ասել շեմ չունենք, ավելի շեմը երկրորդային, երրորդային տեղում ավելի շատ նայում ենք բիզնեսի պոտենցիալին, մարդու տեսակին, բիզնեսի հեռանկարին զարգացման եւ այլն եւ այլն։ Իհարկե անդամավճար չկա։ Կա, երկու դեպքում էլ կա անդամավճար, այստեղ բայց գաղափարախոսական կարևոր միջուկ գոյություն ունի, մասնավորապես ակումբը կոչվում է կապիտալ, իսկ անդամավճարը այս դեպքում կոչվում է ներդրում, որովհետեւ մեր գաղափարախոսությունը սա է, որ ցանկացած գործարար ներդրում է անում այն կապիտալի մեջ, որից ինքը նույնպես օգուտ է վերցնում։ Իսկ երբ որ մենք ասում ենք անդամավճար, ինքը պատկերացրեք կարճաժամկետ էֆեկտ ունի։ Դու այսօր անդամավճարի պարտավորություն ունես, վճարեցիր այդ պարտավորությունը ու մոռացար դրա մասին։ Բայց երբ որ դու վճարում ես այդ 55,000 դրամը որպես ներդրում, դու երկարատև հեռանկար ու տեսլական ունես այդ ակտիվի հետ, այդ կապիտալի հետ, որի մեջ դու ամեն ամիս այդ ներդրումը անում ես։ Այսպես դու եւ երկարաժամկետ եւ ավելի գլոբալ մասշտաբով շատ մեծ օգտակարություն ես վերցնում։ Հետևաբար ես իմ կյանքում էլ ունեմ, հա, ծախսեր, ունեմ ներդրումներ եւ ծախսերը իհարկե ձգտում ես քչացնել, իսկ ներդրումները հնարավորինս պետքա շատացնես, որովհետեւ ներդրումները հեռուն գնացող հետևանքներ են ունենում օգուտների ձևով։ Հետաբար ներդրում բառը նկատել եմ ամերիկացիները այնքան են սիրում, ասես ամեն դեպքում օգտագործելն է, լավ կոշիկ է սառնում, ասում է ներդրեք լավ կոշիկի մեջ, որտեղ ինքը ճիշտ է, չգիտեմ, $200-300, բայց ավելի երկար ծառայելու, ուսես միանգամից հա էլի ներդրում բառը ինքը լրիվ ուրիշ ֆոն է ստեղծում։ Ես նաև տնտեսագետ եմ, հա, մասնագիտությամբ Ժողովրդի ինստիտուտն եմ ավարտել։ Ներդրման գաղափարը հետևյալն է՝ մի ակտիվի փոխակերպումն է մեկ այլ ակտիվի ավելի երկարատև աճի զարգացման պոտենցիալով, ակնկալիքով։ Օրինակ, փողը կարելի է սարքել ոսկի, ոսկին կարելի է սարքել արժեթուղթ, միշտ ներդրում ինքը մի ակտիվի փոխակերպումն է մեկ այլ ակտիվով։ Եթե կոշիկը այս դեպքում ակտիվ է, հա, օքեյ, դա ներդրում է։ Ու եթե այդ ակտիվը կարա երկարաժամկետ օգուտ քեզ բերի, օքեյ, բայց եթե
դու կոշիկը առնում ես ու որևէ ձև ինքը քո ակտիվների վրա երկարատև չի ազդելու, ինքը ծախսա ներդրում չի արդեն, էլի։ Այս իմաստով ակումբի անդամավճարը ինքը ներդրում է։ Հիմա արդեն որոշակի sense վիճակագրություն էլ հավաքած ունես, գիտես ինչ որ հարցն է հետաքրքիր, այ միջին վիճակագրական ձեր ակումբի անդամը կամ հայ բիզնեսմենը, հա, երևի արդեն կարանք տարածենք դից ընդհանուր, ինքը միջև այդ հաջողված բիզնեսը կամ ընթացիկ բիզնեսը գտնելը քանի բիզնեսա fail արած լինում։ Մինչև fail անել ասեմ, որ մեր ակումբի 70% անդամները ունեն մեկից ավել բիզնեսներ, այսինքն արդեն եթե բիզնեսմենի մոտ ինչ-որ մի ուղղություն ստացվում է, ինքը լայնացնում է նիշաները, մի քանիսն է լինում, fail-երի քանակը ես չունեմ որոշակի ստատիստիկա, բայց fail-ը ինքը շատ բնական process է բիզնեսի կյանքում, որովհետև այդ սինուսոիդը երբեք ոչ մեկ չի չեղարկել, ու կյանքում էլ է այդպես, այսինքն հաջողություն, անհաջողություն, հաջողություն, անհաջողություն, ինքը նորմալ է, ուղղակի պետք է ամեն հաջորդ բարձրանալուց այդ կորը ավելի վերև բարձրանա։ Այս իմաստով կարծում շատ են fail եղած բիզնեսները, մենք ունենք նույնիսկ ֆորմատ, երբ մարդիկ գալիս են իրանց fail-երից են պատմում, ու լսում ես ոնց է ինչ-որ մեկը $500,000 շատ հանգիստ կորցրել, օրինակ, չգիտեմ, մտնելով X շուկա, X երկրի շուկա, որտեղ չի եղել նախապես, չգիտեմ, պատրաստված կորցրել է, ու նորմալ է, որ այդ $500,000 կորցրել է։ Եվ հետաքրքիրը նա է, երբ որ դու այդ կորուստներին վերաբերվում ես բավական, այսպես ասած, հանգիստ, հա, այդ կորուստները վերականգնվելու հատկություն ունեն։ Իրանք կարողանում են, եթե դու չես սգում այդ կորուստից վրա, եթե չես դարդանում, Դե վարկով չի այդ կորուստը։ Եթե քեզ ինքը չի կոտրում, հա, սենց ասեմ, ինքը երկարատև վերականգնվելու հատկություն ունի։ Ձեր բիզնեսի փողերը ափսոս են, եթե դրանք ծախսում եք անհասկանալի գովազդային արշավների, անփորգլուխ բրենդինգի ու գովազդային արշավների վրա։ Փոխարեն եկեք Spin Ideas Agency, այսինքն մեզ մոտ, որտեղ մենք միասին կկազմենք արդյունավետ եւ կրեատիվ մարքեթինգային մարտավարություն։ Ու դե գիտեք, լավագույն ոդքասթները, գովազդները, վիդեոբլոգերը ու ինչ անցնի ձեր մտքով, բայց որակյալ։ Եթե ուզում ես ունենալ քո սեփական ոդքասթը, բլոգը, հաղորդումը YouTube-ում, բայց չունես թիմ, ստուդիա, տեսախցիկ, լույս, չգիտես մոնտաժ, բայց ունես թույն միտք ու ստեղծագործելու ցանկություն, Արի Spin Ideas Agency, որտեղ մեր մարքետոլոգների, պրոդյուսերների եւ կրեատիվ թիմի հետ միասին քո հում գաղափարը կդարձնենք լիարժեք նախագիծ։ Այնուհետև քո հաղորդումը կնկարահանվի, կմոնտաժվի, կարվի post-production ու տեղ կմիանա մեր YouTube նինջաների թիմը, որը տիրապետում է YouTube-ում հաղորդումները առաջ խաղացնելու բոլոր հնարքներին եւ տեսակետներին։ Ու իրանք չեն սիրում, որ իրաց նկարում են։ Այսպիսի ամբողջական շղթա սկսնակ եւ փորձառու յութուբերների համար, որտեղ քեզ պետք է միայն գալ, նկարվել եւ պատրաստվել հաջորդին։ Դե ինչ, կհանդիպենք Spin Ideas Agency-ում, որտեղ հենց դու կարող ես դառնալ հաջորդ սիրված բլոգերը։ Դուք նաև ոնց որ ընդլայնվում եք ու ես գիտեմ մարտի 6-ին ինչ որ միջոցառում կա, մի քիչ դրա մասին խնդրում եմ պատմի, այդ ինչ միջոցառում է, այդ դեպի ուր գնում տենց բաները։ Մինչև միջոցառման մասին ասելը ես նշեմ, որ բիզնեսը եւ մեր ստրատեգիան կայանում է նրանում, որ աշխարհի տարբեր երկրներում գործող բիզնեսմենների հետ մենք նույնպես ունենանք շփման հարթակ, Հայ Չէ, ռուսախոս, առայժմ միայն ռուսախոս գործարարներ են, բայց հեռանկարում նաև հայ գործարարներն են, անգլախոս գործարարներն են, եւ մենք այդ սահմանները, որ գոյություն ունեն երկրների մեջ, մեր կարծիքով այդ սահմանները մեծ հաշվով բիզնեսի համար գոյություն չունեն։ Եթե օրինակ Մեծ Բրիտանիայում կա ինչ-որ մի հատ նիշա, որտեղ դու կարաս շահավետ ձևով մտնես, ապա դու կարաս այդ սահմանները անցնես եւ լինես Մեծ Բրիտանիայի շուկայում ինչ-որ պրոդուկտով։ Դուբայի շուկայում, Ուզբեկստանի շուկայում, որևէ շուկայում, հա։ Հետևաբար, իսկ ինչա պետք դա անելու համար, պետք է ուղղակի երկրի գործարանների հետ դու շփում ունենաս, հարաբերություն ունենաս։ Լոգիստիկան, պահեստավորումը, մաքսային տարբեր, այսպես ասած, բարիերները մեծ հաշվով լուծվում են իրանք։ Հա, դու տեսնում ես ապրանքա գալիս, օրինակ, չգիտեմ, Հարավային Ամերիկայից։ Այդ ապրանքը ոնց է հասնում Հայաստան, որ նայում ես օվկիանոս է բաժանում մեզ եւ այլն։ Չէ, այդ ամեն ինչը մեծ հաշվով լուծվող է։ Եթե օրինակ դու Հարավային Ամերիկայի մի գործարարի հետ ունես հարաբերություն, մնացածը արդեն լուծվող հարցեր են։ Այդ մենք այդ հարաբերություններն ենք ստեղծում ամբողջ աշխարհի մասշտաբով։ Էսպայն ունենք գործընկեր ակումբ Դուբայում մոտ 200 անդամ ունեցող, ունենք Եվրոպայի ավելի քան 70 երկրում։
իրանք մոտ 1000 հոգանոց ակումբ ունեն։ Տեղական ակումբներ։ Այսինքն ակումբները ակումբների հետ միավորվում են տարբեր, միանգամից մեծ նետվորք, հա։ Այո, մենք միացել ենք ակումբներով եւ ստեղծել ենք ակումբների ակումբ, որը կոչվում է Alliance։ Կապո դիտուտի կապի, հա։ Ուզում իշխեք։ Չէ, գիտեք, մեր այսպես ասած նպատակը տեսլականը նա է, որ մենք արժեք ստեղծենք, հավելյալ արժեք ստեղծենք մեծ թվով գործարարների մասնակցությամբ։ Հիմա մենք ունենք մեր ափը արդեն եւ պատկերացրեք դուք գնում եք որևէ երկիր եւ հեռախոսի մեջ տեսնում եք, որ երկու փողոց այն կողմ մեր գործընկեր Ուզբեկստանի ակումբից այս գործարարը սուրճ է խմում։ Դուք գրում եք իրան, ասում եք ես էլ եմ հենց հիմա ստեղ, երկու փողոց այս կողմ, արի իրար այդ սուրճը խմենք։ Այսինքն մեր application-ով մենք կարող ենք եւ լոկացիայով իրար գտնենք եւ հոբիներով օրինակ գրում ենք ումա հետաքրքիր տրիատլոնը, հա, ու բերում է ենթադրենք 30 հոգու։ Հա, գրվենք օրինակ Դուբայ, սա գնանք։ Հա, ես Դուբայում եմ, sense փառատոն կա Դուբայում օրինակ, ով կա այս փառատոնին, 20 հոգի կանք։ Ահա, իրար հետ արդեն գնացինք միասին, ինչ որ չգիտեմ։ Հա, շուտ լավ։ Այսինքն մենք եւ հոբիներով, եւ բիզնես հետաքրքրություններով, եւ աշխարհագրական լոկացիայով, եւ Զապրոսով, այսինքն Զապրոսով որն է, որ որևէ գործար գրում է ինձ պետքա բեռնափոխադրող ընկերություն Ղազախստանից Հայաստան, հա, այսինքն կարիքն է դա որևէ գործարի։ Մենք գտնում ենք այն բեռնափոխադրողին, ով Ղազախստանում զբաղվում է այդ բիզնեսով եւ կարող այդ հարցումը, հա, ասենց հայերեն ասենք, հարցումը բավարարի։ Հետևաբար այս բանը մեր ստեղծած application-ում արդեն մոտ 2000 գործարար է գրանցված, ավելի քան 10 երկրներից։ Այլևս երբեք մենակ կոֆե չես խմի։ Հա, տեսականորեն, հա, ընկերներ ունենք, որ կատակով կես լուրջ ասում են, բայց ոնց լոկացիա կիսվես, բավոր sense բավոր։ Ինքը միացովի, անջատովի ֆունկցիա է, դու երբ ուզում ես չհետևեք, հա, երբ ուզում ես անջատի, երբ ուզում ես միացրել։ Ճիշտ եմ հասկանում, որ ենթադրվում է, եթե կան ակումբի գործընկեր ակումբներ տարբեր երկրներում, դու կարաս ավելի հեշտ հնարավորություններ գտնես քո բիզնեսը այնտեղ տանես, ինչ որ մի բան բացես, օգտվես իրանց հնարավորություններից, չգիտեմ, կոմունիկացիայի կամ ենթակառուցվածքների, տենց դեպքեր կան, որ ասենք ուզում ենք դուրս գանք ինչ-որ շուկաներ կամ իրանք են ուզում դուրս գան ու ակումբի այդ ալյանսի միջոցով դուրս գան տենց։ Այո, մենք ունենք պիսի քեյսեր եւ օրինակ մեր ակումբի մեր ընկերներից մեկը Հայաստանում որևէ բրենդի պաշտոնական ներկայացուցչություն է բացում հիմա, որը մենք Դուբայի մեր գործընկեր ակումբի միջոցով ստացանք այդ հնարավորությունը։ Կամ օրինակ Ուզբեկստանի մեր գործընկեր ակումբը մեզ օգնեց, մենք Ուզբեկստանում մեր ակումբակցի համար մասնաճյուղ բացեցինք, այսինքն պոտենցիալը բիզնեսի կապեր ստեղծելու ահռելի է եւ մենք անընդհատ աշխատում ենք նրա վրա, որ կարիք եւ առաջարկ ունեցող մարդկանց այլանսի մեջ կապենք իրար, ինչ որ մեկը կարիք ունի Դուբայում ընկերություն բացելու եւ Դուբայում ինչ որ մեկը այդ product-ը ունի եւ մենք իրար միացնում ենք։ Եվ շուտով մեր application-ում նաեւ ֆունկցիա լինելու, որտեղ մարդիկ գրելու են իրենց կարիքները, բեռնափոխադրման կարիք ունեմ, չգիտեմ, ֆինանսների կարիք ունեմ, փողերի միջազգային փոխանցման կարիք ունեմ։ Այդ կարիքները գործարարի համար լինում են երկու տեսակի։ Մեկը բիզնեսի կարիքներ, որը քո բիզնեսին է պետք, մեկը անձնական, օրինակ ատամնաբուժ է պետք Դուբայ քաղաքում։ Հա, օրինակ եկել եմ Դուբայում հանգստանում եմ, շտապ ինձ պետք է օրինակ բժշկի ծառայություն, որ աստղաբաշխական թվերով չլինի, ում կարամ դիմեմ։ Այսինքն resident bar-ը ինքն իրանով նշանակում է տնտեսական շահերի կենտրոն ինչ որ հատվածում, մենք դա սարքել ենք ամբողջ այլանսի մասշտաբով, եթե դու ունես որևէ շահ, դու կարաս այլանսի ռեսուրսներով քո շահը սպասարկես։ Ոնց է փոխվել գործարարի իմիջը, որովհետև դե մի հատ մեծ կարծրատիպ կար, որը գալիս էր 90-ականներից, ինքը վստահ եմ արդեն տենց գրեթե ամբողջությամբ փոխվել է կամ հատուկ կենտ մարդիկ են մնացել, որ դեռ այն ռեժիմով է, այ այսօրվա գործարարը ինքը ինչպիսին է, չգիտեմ, իր օրը ոնց անցկացնում, իր հետաքրքրությունը, արդյոք դա քեբաբ խորոված ամեն երեկո ծղոտներ, չգիտեմ, ինչ-որ սենց էս վիճակն է։ Նարեկը տենց է պատկերացնում էլի։ Դե 90-ականներին տենց էր էլի, եթե դուք տենց կայացած էիր, ունեիր մի հատ սև ջիփ, ունեիր Porsche, Proscian էիր, միջև X ժամը հետո ծղոտներ։ Ինչ գույնի է քո մեքենան, Գրիգոր։ Իրականում գործար ապրելակերպը շատ է փոխվել։ Հաստ ցեպ ունեիր անպայման, հաջողակ գործարար էիր։
Հա, հիմա չէ, հիմա իհարկե ապրելակերպի մեջ շատ բան է փոխվել, ասեմ ինչ, նայեք, երբ որ գործարարը փող է աշխատում, այդ փողը ինչ-որ միտեղ պետքա ծախսի իր կյանքի որակի լավացման համար։ Հայաստանում մի ընկեր ունեմ, ասում է բոլոր օրինական, այսպես ասած, ժամանցի վայրերը կարելի է մեկ շաբաթում սպառել։ Սուտ վտանգավոր բան։ Բոլոր օրինական, այսինքն մեկ շաբաթում կարելի է, չգիտեմ, գնալ բոլոր հնարավոր ժամանցի տեղերը, սկսած օրինակ, չգիտեմ, Ծաղկաձոր դահուկ քշելուց, վերջացրած ինչ-որ մի ռեստորանում ընկերների հետ հաց ուտելուց, եւ դա անընդհատ կրկնվում է, այսինքն հիմա երբ որ շուկայում արդեն առաջարկներ կան, ձեր ասած թվերին իհարկե մենակ ռեստորաններն էին։ Բիլիարդ մեկը հիշում ես, պարտադիր բիլիարդ ու ռեստորան, всё, էդ էր։ Դրա համար մարդիկ իրենց փողը տեղ էին ծախսում։ Իսկ հիմա շատ հեշտ է նաեւ դուրս գնալ երկրից։ Օրինակ մեր գործարաններով մենք օրինակ գնում ենք Դուբայ, ինչ որ մի հատ միջոցառման եւ Դուբայում համատեղ լիքը, այսպես ասած, դասուգի ձևեր կա, ժամանցի ձևեր կա, որտեղ այդ արդեն ձեր ասած այդ տարբերակները մնում են իհարկե անցյալ։ Diving, snorkeling, չգիտեմ։ Այո, այսօրվա գործարարը նաև շատ ժամանակ է անցկացնում երկու ուղղությամբ, մեկը ինքնակրթությունն է, բիզնես կրթությունն է մասնավորապես, իսկ մյուսը ջիմային կուլտուրան, այսինքն սպորտի, օրինակ ես ինքը շաբաթը 4-5 անգամ մարզվում եմ եւ դա կյանքի մի հատ շատ կարեւոր շերտ է։ Դրանից այն կողմ իմ համար այսպես ավելի կարևոր գործ քան գնալ մարզվելու ես չունեմ։ Դա ամենակարևորն է։ Հետո նոր դրանից հետո գալիս են մնացած գործերը։ Հիմա այդ ամեն ինչը լցվել է մեր առօրյայի մեջ եւ տարբեր շերտեր ունեն ըստ հետաքրքրությունների, ըստ հոբիների եւ այսօր նաեւ մեր գործարարները փող եւ ժամանակ են ծախսում նաեւ իրանց հետաքրքրությունների վրա։ Ինչ որ մեկին հետաքրքիր է դասական երաժշտություն լսել, ինչ որ մեկին հետաքրքիր է նույնիսկ, չգիտեմ, բլոտ խաղալ, դա նույնպես ես ինքս խաղալ։ Ես ինքս էլ։ Տեսակ գտանք։ Եվս մեկ պատճառ միանալու ակումբին։ Հա, այսինքն շերտերը շատ են եւ գործարարի ապրելակերպը անընդհատ հագենում փոխվում է։ Եվ ես երբ որ համեմատում եմ մեր օրինակ դրսի գործընկերների եւ հայ գործարարների ապրելակերպը, մենք հələ մի քիչ ավելի հոգսաշատ ենք ապրում։ Մենք ավելի հոգսային մասը մեր մոտ շատ մեծ է։ Իսկ դրսի գործարարները, այսպես ասեմ, 60%-ով վայելում են իրանց աշխատած արդյունքը, 40%-ով աշխատում են։ Այսինքն ավելի շատ են ավտոմատացնում ու իրանք չեն խառնվում, մեր մոտ ավելի տենց բան են, հա։ Այո, ես գործարար ընկերներ ունեմ մեր Դուբայի ակումբից 1 ամսով, 2 ամսով կարան գնան օրինակ Բալիում մեդիտացիաների կամ իրանք տենց են ապրում ու շատ հետաքրքիր է որ բիզնեսը տենց ավելի լավ է զարգանում։ Իսկ մենք օրինակ 80, մենք գործարաններ ունենք 99% իր կյանքի անցկացնում է բիզնեսում, բայց դա կյանքը ինքը չվերականգնվող ռեսուրս է, ինքը ինչ որ մի օր սպառվել է։ Կոմենտներում գրեք, եթե կուզեք մի ամիս Arm Comedy-ին Բալիից դուրս գա, մենք էլ մեդիտացիա անենք։ Իսկ ընդհանուր հարցեր լուծում եք, օրինակ ենթադրում եմ, որ պարբերաբար առաջանում են ինչ-որ խնդիրներ, ոչ միայն խնդիրներ, ավելի հեշտացնելու մտքեր, օրինակ ինչ-որ պրոցեդուրաներ, գրանցման, էլեկտրոնային ստորագրությունը, էլեկտրոնային կոնտրակտը, ու տենց մաքսազերծումը։ Տենց լինում է, որ որոշում եք գործարաններով, որը կարելի է ասենք, այս 3 գործողությունը միավորել մեկ պատուհանի մեջ, մի հատ տանենք առաջ բրթենք այդ թեման ու ոնց են ձեզ ընդունում, կա ինչ-որ կոմունիկացիա որոշում կայացնողների հետ ու ինչ-որ տենց ինտերակցիաներ։ Նկատի ունեք պետության հետ։ Ես շատ սերվիս դա եմ ասում, շատ նուրբ դա եմ ասում։ Այս պահին ավելի քիչ, բայց առաջիկայում պլանավորում ենք ավելի ակտիվ պետության հետ համագործակցել տարբեր նախաձեռնությունների մասով։ Հիմա մենք ունենք գործընկեր կառույց, Գործատուների Հայաստանի միությունն է, որի հենց բուն ֆունկցիան պետություն մասնավոր այդ սեկտորի կապն է ու ակտիվ համագործակցությունն է։ Մենք այս պահին համագործակցում ենք իրանց հետ, բայց տեսանելի ապագայում մենք ունենք հենց այդ ուղղությամբ զարգացնելու մի հատ ֆունկցիոնալ առանձին կտոր։ Մենք շատ երկար ժամանակ ավելի փակ ակումբ ենք եղել եւ հարցերը լուծվել է ակումբի ներսում։ Ինչ որ մեկին ինչ որ հարց է պետք եղել, ինչ որ կառույցում, դա լուծվել է, այսպես ասած, ձեռքսեղման միջոցով, հա, զանգել են, օրինակ, չգիտեմ, ինչ որ հիվանդանոցում, ինչ որ բժիշկ է պետք եկել գտնել եւ այլն, ինչ որ մի հարց լուծելու համար, հա, դա լուծվել է ակումբի ներսում, ով է ճանաչում ես մարդուն, ես եմ ճանաչում եւ այդ ֆորմատը, ինչպես ասում են, երբեք ոչ մեկ չի չեղարկել, ինքը գործում է ամբողջ աշխարհում, երբ որ դու ինչ որ հարց լուծում ես քո նետվորքի միջոցով։
Հետևաբար ակումբի ներսում անընդհատ մենք ունենք փակ չաթեր, որտեղ գրվում են տարբեր հարցումներ, սկսած Հայաստանում, հիմա արդեն նաև ամբողջ աշխարհում, արդեն 1 տարուց ավել է, ինչ որ մեկին պետքա հարց Դուբայում, պետքա Գերմանիայում կամ Եվրոպայի որևէ երկրում եւ, չգիտեմ, Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ղազախստանում, Ուզբեկստանում եւ արդեն գոյություն ունեն բիզնես մենեջերներ բոլոր մեր ակումբներում, ովքեր հարցումը վերցնում են չաթից ու մինչև այդ հարցումը չլուծեն, իրանց աշխատանքը չի ավարտվում։ Այսինքն մենք մեր հաստիկներում ունենք բիզնես մենեջերի հաստիկ, ում գործառույթը կայանում է նրանում, որ մարդու խնդիրը լուծի մեկ այլ մարդու միջոցով մեր այլանսի կամ մեր ակումբի շրջանակներում։ Ինչի ասա հիմա ավելի ակտուալ, որտեղ այս նոր փոփոխությունները հարկային եւ այլն որ տեղի են ունենում, շատ ում հետ խոսում ես դժգոհություն ունի, բայց ոնց որ կոլեկտիվ է դժգոհությունը, ոնց որ մենակ ոսկու վաճառողներն են արտահայտում, ասես որ նայում ես ու ես ինքս էլ եթե ես ունեի կառավարություն կասեի թե հենա, այս մի ոլորտն է բողոքում, բայց դժգոհ են բոլորը, այդ կազմակերպված չասենք դա բողոք էլի, ինձ թվում է շատ նորմալ է նստել եւ ասել այս որ անում եք էֆեկտիվ չի, որովհետեւ 1 2 3 4 5 այդ տենց ինչ-որ մոտեցումներ կա, որովհետեւ եթե դա չլինի, ես էլ որպես կառավարություն կնայեմ կասեմ, դե ուրեմն շատ ճիշտ եմ անում, էլի, եթե ոչ ոք դժգոհ չի։ Հա, հենց դա նշեցի, որ առայժմ մենք այդ ֆունկցիոնալ կտորը չունենք ակումբում, երկխոսության, առաջարկների, թեկուզ ինչ որտեղ բողոք արտահայտելու, բայց առաջիկայում պլանավորում ենք դա ունենալ, դա ունենալու համար պրոֆեսիոնալ թիմ է պետք, փաստաբանի, իրավաբանի, մարդկանց, ովքեր դա կվերլուծեն հենց մասնագիտական տեսանկյունից եւ գործարարների հետ դա, այսպես ասած, սինխրոն կձևակերպեն այդ եւ առաջարկը եւ բողոքը։ Այս բանին մենք դեռ այդ կտորը, այդ հաստիկը չունենք, բայց իհարկե պլանավորում ենք առաջիկայում ունենանք։ Եվ հետ գալով ակումբի ֆորմատին 5 տարի ակումբը զարգացել է հենց փակ էկոհամակարգ եւ բոլոր հարցերը, բոլոր գործարքները, բոլոր, այսպես ասած, հարաբերությունները հենց ակումբի ներսում են եղել, իսկ հիմա մենք նաև ուզում ենք արտաքին կապերը բացենք ակումբի, որովհետև մենք ակտիվ հիմա օրինակ ֆորում ենք կազմակերպում, Հայաստան են գալիս 6 տարբեր բիզնես ակումբների նախագահներ եւ նաև ինքը պետության մասշտաբով դրական, այսպես ասած, մեծ հավելյալ արժեք կարելի է ստեղծել եւ դրա համար իհարկե համագործակցություն է պետք։ Գիտեք, համագործակցության մեկ ֆորմատ ունեցել ենք, երբ Հայաստանում հայ-հնդկական ֆորում կազմակերպեցինք, Հնդկաստանից բավական մեծ պատվիրակություն էր եկել, որտեղ մենք համագործակցեցինք էկոնոմիկայի նախարարության հետ, հրավիրեցինք իրանց այդ ֆորումին եւ այստեղ մենք ոնց որ ասած մեծ պոտենցիալ ունենք համատեղ աշխատանքի եւ Հնդկաստանի եւ նաեւ այլ երկրների հետ եւ նաեւ մեր ակումբի եւ պետության հետ հարաբերություններում։ Okay, եւ sense մի հարց, ինչ կուզենայիք լինել, որ ավելի երջանիկ լինեիք ակումբով։ Ինչ համարենք, որ այս հնարավորությունը ազդեցություն գործելու, դեպի ուր եք ձգտում, ինչ կուզենայիք, որ փոխվեր, ել ավելի լավ լիներ։ Թե արդեն sense լավ է, sense-ը մնա լավ է, որ ասում են։ Նայեք, ամենակարևոր, ամենաառաջնային հարցը դա անվտանգային հարցն է։ Եթե երկրում լինի անվտանգություն եւ տեսանելի ապագայում այդ անվտանգությունը լինի, ինչպես երկրում, գործարի դեպքում երկիրը մի քիչ ավելի փոքր միավոր է, ռեգիոնում ավելի մեծ ասեմ, որովհետեւ մեր բոլոր գործարարները այս կամ այն ձևով աշխատում են տարբեր երկրների հետ, թե ռեգիոնում գտնվող երկրների հետ, թե իհարկե ավելի գլոբալ, չգիտեմ, Չինաստանի հետ կամ ասենք Ռուսաստանի հետ։ Այս պարագայում իհարկե ինչքան եւ լոկալ եւ գլոբալ մասշտաբում խաղաղ լինի իրավիճակը, այդ մեր գործարարների համար շատ բերի հող է մեծ գործեր անելու համար։ Հետևաբար, եթե հնարավոր լիներ ուզել ինչ-որ մի բան եւ այդ ցանկությունը իրականանար, ապա իհարկե մենք կուզենայինք, որ լիներ եւ այդ խաղաղությունը եւ գլոբալ ավելի, այսպես ասած, կանխատեսելի իրավիճակ եւ մակրոտնտեսական եւ գեոքաղաքական։ Իսկ մասնակից բիզնեսների, բիզնեսմենների ինչ-որ ցանկալի շեմ կա, որ կուզենայք այ հենց ունենանք 500,000 բիզնեսմեն, օրինակ նոր որակի խնդիրներ կարողանանք լուծել, թե ինքը օրգանիկ, ոնց որ հիմա կա, իր հարցերը լուծումը։ Այս բանին, այո, ինքը իր հարցերը լուծում է եւ մենք հիմա ակցենտը դնում ենք դրսի գործընկերների ավելացման հետ կապված։ Հիմա մեզ միանում են 2 ակումբ Կիպրոսից, այսինքն մենք կարողանալու ենք նաեւ մեր ազդեցությունը Կիպրոսում ունենալ բիզնես ազդեցությունը, իրանք են մեզ հյուր գալու ապրիլ ամսին, հիմա իմ ակտիվ աշխատանքը կայանում է նրանում, որ մեր հայ գործարարները աշխարհի գրեթե ցանկացած երկրի գործարարների հետ
ունենան հարաբերություն։ Այդ հարաբերությունը թե իրանք ոնց կօգտագործեն, դա արդեն կախված կլինի կոնկրետ դեպքից։ Իսկ ասենց ասեմ, առնվազն այդ գործարաններից սովորելու եւ սովորացնելու բան մենք ունենք, փորձի տեսքով։ Մենք օրինակ հուլիս ամսին էլի ֆորում արեցինք Հայաստանում, երրորդյա, եւ Հայաստան էր եկել 6 ակումբների նախագահներ, իրանց ակումբի անդամներով, եւ իրանք տեսան, թե մենք ոնց են կարողանում հարաբերություն ստեղծել, հյուրասիրել, հյուրընկալել եւ դա այսպես ասած ունիկալ է։ Իշքեն մենք ունենք։ Մենք կարանք բոլորին զարմացնենք դրանով։ Դիկոր sense ամփոփելով, եթե մեզ եւ վստահաբար նայում են մարդիկ, ովքեր մտածում են ինչ որ բիզնես նախաձեռնելու մասին, հա, այդ առաջի այդ ոտը ջուրը մտցնելու քայլի առաջ են կանգնած, ռիսկեր են հաշվում, ճիշտ է մտածում են, մատ սպասենք, տեսնենք երկրի վիճակը ինչ ալնում կամ բան, ինչ ասենք top խորհուրդը որը կլինի, որ այդ մարդկանց տասը որ այս բանին մտածում է, հայ, սկսեմ, թե մի քիչ սպասեմ, թե ինչա պետք է այդ իմպուլսը, որ իրան կարելի է տալ։ Երբ որ ես ժամանակին զբաղվում եմ բիզնես կրթությամբ, ես տեսնում եմ, որ շատ բիզնեսմեններ բիզնես չեն սկսում մենակ նրա պատճառով, որ այդ մուտքի դիմադրությունը բավական մեծ է։ Ինչի է մեծ դիմադրությունը, երբ որ ինչ-որ մեծ բան ես միանգամից ուզում սկսես։ Ես օրինակ ոնց եմ եկել սուպերմարկետների ցանց միանգամից, ու դա քեզ կարա ցանկացած իդեա բիզնես ունի իր դիմադրության մասը, հա, եւ այս դիմադրության մասը երբեմն այնքան մեծ է, որ մարդը տարիներով չի գնում, այսպես ասած, ռիսկ չի անում այդ գործը սկսելու։ Ես օրինակ բիզնես սկսել եմ շատ օրգանիկ, հաշվապահ եմ եղել, հաշվապահական ընկերություն եմ բացել ու չեմ էլ նկատել դա ոնց է լինում։ Ես խորհուրդ կտամ, որ այն մարդիկ, ովքեր ուզում են բիզնես ստեղծեն, երկու բանի վրա կենտրոնանան, մեկը ինչ հավելյալ եւ ունիկալ արժեք ես կարամ ստեղծեմ որպես մարդ։ Ես որպես մարդ հավելյալ եւ ունիկալ արժեք։ Եվ երկրորդը դրա ամենամիկրո քայլը որն է, ամենամինիմալ քայլը։ Ինչի ամենամինիմալ, ինչքան քայլը մինիմալ, այնքան դիմադրությունը փոքր, ինչքան դիմադրությունը փոքր, այնքան բարձր չէ, էներգիա քիչ է պետք։ Օրինակ, եթե դուք կարող եք լավ կոնտենտ գեներացնեք, Instagram-ի էջ եք բացում, ինչ որ բան եք, հա, եթե կարողանում եք օրինակ լավ ճաշակ ունեք, հա, ինչ որ հագուստի մասով ֆանտաստիկ ճաշակ ունեք, ինչ որ էլի Instagram իդեպ Facebook-ը եւ մյուս սոցիալական ցանցերը բիզնես սկսելու այդ բարիերի մի 80%-ը վերացրել են, այսինքն այսօր կարելի է սոցիալական հարթակների միջոցով այդ ունիկալ արժեքը ֆիքսելով, ասեմ ես կարում անեմ, շատ հանգիստ մտնել ինչ-որ միտեղ ու տեստ անել քո հիպոթեզը։ Ցանկացած բիզնես գաղափար ինքը հիպոթեզ է, ենթադրություն է, հա։ Եթե ես անեմ սենց, ապա կլինի սենց կամ որևէ այլ կերպ։ Ինչքան շատ դու կարողանաս քո հիպոթեզները տեստ անես ու չսնանկանաս, օրինակ ես մի ծանոթ ունեի, ինքը մի օր եկավ, ասեց $50,000 փող ունեմ, ուզում եմ վիդեո ռեգիստրատորներ ներմուծեմ բանից, Դուբայից ու վաճառեմ, այդ 50,000 այդ մարդը իր ամբողջ կյանքը կուտակել էր։ Որպես հիպոթեզ ինքը կորցնելու, այսպես ասած, այն ինչ ինքը կարար կորցնել շատ մեծ էր, ամբողջ կյանքի կուտակած փողը կարար կորցներ։ Ես ասի եղբայր, արի, այսքան ոչ թե ներմուծի, մի հատ փորձի, չգիտեմ, $1,000 կամ $2,000 փորձնական ինչ-որ մի հատ բան բերտես, եթե վաճառում է, թե շուկան դրա կարիք ունի, նոր մտի, այսինքն ցանկացած մեծ իդեա կարելի է փոքրացնել, փոքր տեստի չափով ու փորձարկել։ Օրինակ, այդ բժշկության մեջ էլ է շատ ընդունված, երբ որ մարդուն հիմնական դեղը ներարկելուց առաջ մի պրոբ են դնում մաշկի տակից։ Տենում ալերգիա ունի, թե չունի, եթե չունի, նոր հիմնական, հիմա պետք չի հիմնական դոզան միանգամից ներարկել, օրինակ, չգիտեմ, այդ հիպոթեզի մեջ ու նայել սննկանում ես, թե չէ։ Հենց այս, այսինքն պետքա փորձես եւ նաեւ իհարկե մյուս կարևոր բանը, որ կուզենամ ասեմ, ոչ բոլոր մարդիկ պետքա բիզնեսմեն լինեն։ Մարդիկ կան մեծ արժեք են ստեղծում ու շատ ավելի հանգիստ են ապրում, շատ ավելի լավ են վաստակում, երբ որ որպես մասնագետ են այդ արժեքը ստեղծում եւ գործարարի, այսպես ասած, անձրևանոցի տակ են իրանց արժեքը ստեղծում։ Չէ՞ որ գործարարը ինքն է մտածում աշխատավարձի մասին, արենդայի մասին, լիքը հարցեր ինքը արդեն լուծում է, ոնց որ ընտանիքի հայրը։ Հա, եւ լիքը բազմաթիվ մարդիկ եւ մասնագետներ կան, ովքեր մաքսիմում էֆեկտիվ են, երբ որ այդ անձրևանոցի տակ են գործում։ Ծաղկում են այդ։ Հա, իհարկե։ Ու սա էլ ասեմ, այսպեսի կեղծ կարծիք կա, որ եթե դու ինչ-որ մի գործարարի մոտ ֆանտաստիկ որպես մասնագետ կարում ես իրացվես, դուրս գաս որպես բիզնեսմեն, էլ ավելի լավ կիրացվես։ Այդ ոչ միշտ է տենց, եւ ես ասեմ ավելի շատ այդպես չի, քան այդպես է։ Շատ դեպքերում, երբ որ մասնագետը ինքը մենակով դուրս է գալիս շուկա, այդ ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, ինքը որպես մասնագետ արդեն դետեկտիվ բան ասացիր, այսօր մեր հյուրներ նաև Ռուբեն Մխիթարյանը հենց դրա մասին միջև եթերը խոսացինք, որ
հերոստատեսությունից լիքը մարդ դուրս եկավ, այդ թվում եւ մենք, ու տենց մի քանիսը որ տենց ինչքանա սիրում իր գործը տարված է, բան, տենց ստացվեց, որ իրանք արդեն հերոստատեսությունից անկախ շարունակում են, բայց դե իհարկե հակառակն էլ է էլի լինում։ Այո, բիզնեսը ինքը բացի գործարը բացի այդ աշխատանքները կազմակերպելուց ինքը նաև որոշակի ապահովություն է ստեղծում, որի, այսպես ասած, պարարտ հողի մեջ բազմաթիվ մասնագետներ հանգիստ իրացվում են, բայց նույն մասնագետը, երբ որ ինքն է արդեն որպես բիզնեսմեն ինչ-որ տեղ աշխատում, բիզնես անում, ինքը կարա իր էֆեկտիվությունը ամբողջությամբ կորցնի։ Շնորհակալ ենք Գրիգոր ջան խորհուրդների համար, ինֆորմացիայի համար։ Այսքանն էր։ Եթե կա ինչ-որ բաներ, որ կարող եք ասել կամ լրել ամբողջ կյանքում, այս այդ բանը։ Դե կարծեմ նախ վերջի շփումը չի, հետո անդադ մարդ ես կարող Այնքան հետաքրքիր է մեր հետ, որ ժամանակը թռնում է։ Հա, մի օր որպես ակումբակից էլ կարող է շփվենք։ Այո։ Շնորհակալություն Եթե կիսվելու ես դուրս համար։ կհիշացնեք անեկդոտ կպատմեմ ժամանակի թռա։ Դա մեր այն եթերներից է որ օքեյ է։ Հա։ Բայց օքեյ, ամեն դեպքում հա, ամեն դեպքում հետո։ Չգիտեմ, ինչ էր ուզում, մերսի, լուրջ կասներ ձեր եթերում, բաժանորդագրվեք, եթե դա դեռ չեք արել, կամ հետո Չկա կամ, մենակ պետք է բաժանորդագրվեք։ Հիմա բաժանորդագրվեք, ճիշտ է, մեսեջը չլղոզենք, հենց հիմա, ստեսություն։